Դուք հաստատ բազմիցս լսել եք, որ տարբեր սերմերը հատուկ կատեգորիայի մթերքներ են, որտեղ բառացիորեն կենտրոնացված է հսկայական օգուտ մեր օրգանիզմի համար։ Բայց այս բազմազանության մեջ ամենակարևոր տեղերից մեկը զբաղեցնում են հենց դդմի սերմերը։ Դրանց արժեքը ճանաչված է ոչ միայն ժողովրդական բժշկության, այլև հաստատված է պաշտոնական հետազոտություններով։ Այս մթերքի օգտակար հատկություններն այնքան շատ են, որ դրանք թվարկելը կարող է շատ երկար տևել։ Եվ այսօր մենք մանրամասն կքննարկենք, թե ինչ կլինի մեր օրգանիզմի հետ, եթե կանոնավոր կերպով դդմի սերմեր ներառենք սննդակարգում, ինչ փոփոխություններ կնկատեք, ինչ գործընթացներ կգործարկվեն մարմնում։ Այս ամենի մասին կխոսենք այս տեսանյութում, այնպես որ անպայման դիտեք այն մինչև վերջ։ Առջևում շատ հետաքրքիր եւ իսկապես օգտակար տեղեկատվություն կա։ Ինչպես ասում են, գնացինք։ Մինչ սկսենք, ընկերներ, անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը։ Դդմի սերմերը, ինչպես հեշտ է կռահել, ստացվում են դդմից։ Հետաքրքիր փաստ։ Այսօր հայտնի է դդմի մոտ 1000 տարբեր տեսակ, եւ յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, բայց սերմերի օգուտը մնում է անփոփոխ բարձր մակարդակի վրա։ Այժմ անցնենք կոնկրետ առավելություններին։ Կետ համար 1. Բարձր ցինկի պարունակություն։ Ցինկը օրգանիզմի աշխատանքում խաղում է հսկայական դեր ունեցող ամենակարևոր միներալներից մեկն է։ Առաջին հերթին այն անհրաժեշտ է ուժեղ իմունիտետի պահպանման համար, բայց դրանով նրա նշանակությունը չի սահմանափակվում։ Ցինկի ազդեցության տակ գտնվող համակարգերի եւ օրգանների ցանքը իսկապես մեծ է։ Եթե վերցնենք սովորական փոքր մի բուր դդմի սերմեր, մոտ 30 գրամ, ապա դրանում պարունակվում է օրական կարիքի մոտ 70% ցինկի։ Ընդհանուր առմամբ սրանք բնական ռեկորդագիրներ են ցինկի պարունակությամբ։ Իմունիտետի ամրապնդումից բացի ցինկը չափազանց կարևոր է ոսկրերի վիճակի համար։ Այն օգնում է պահպանել դրանց խտությունը եւ կանխարգելել օստեոպորոզի զարգացումը։ Նաեւ օգտակար է հոդերի բորբոքումների դեպքում, բարելավում է մարսողությունը, իջեցնում է վատ խոլեստերինի ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը եւ նույնիսկ օգնում է օրգանիզմին ավելի հեշտությամբ նիհարել։ Եթե դուք դիետայի վրա եք, առանձին հարկ է նշել նրա ազդեցությունը տղամարդկանց առողջության վրա։ Այստեղ ցինկը նույնպես խաղում է կարևոր դեր։ Ուստի օրական ընդամենը 1 բուռ դդմի սերմ կարող է դառնալ բազմաթիվ խնդիրների հիանալի կանխարգելում։ Հաջորդ կարևոր հատկությունը՝ դդմի սերմերի կարողությունը օգնելու հելմինտոզների դեպքում։ Սա թերևս նրանց ամենահայտնի գործողություններից մեկն է։ Իհարկե, բուժման անհրաժեշտության դեպքում բժիշկը կնշանակի հատուկ դեղամիջոցներ, բայց կանխարգելիչ նպատակներով դդմի սերմերի օգտագործումը հիանալի լուծում է։ Ամեն ինչ կախված է կուկուրբիտին նյութից, որը պարունակվում է սերմի շուրջ բարակ թաղանթում։ Այն բացարձակապես անվտանգ է մարդու համար, բայց պարալիզացնող ազդեցություն ունի գելմինտների վրա եւ նպաստում է դրանց մեղմ ելքին օրգանիզմից։ Ցինկից բացի դդմի սերմերում կա ամբողջ միներալների համալիր՝ կալցիում, կալիում, ֆոսֆոր, պղինձ, երկաթ, մանգան։ Դրանք համատեղ աջակցում են օրգանիզմի աշխատանքին, օգնում են պահպանել երիտասարդությունը, բարելավել մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը։ Կա կարևոր նրբություն։ Ամենամեծ օգուտը տալիս են հում չորացրած, բայց չտապակած սերմերը։ Եթե դրանք տապակել, դառնում են պարզապես համեղ խորտիկ, բայց օգտակար հատկությունների զգալի մասը կորցնում է։ Դդմի սերմերի եւս մեկ չափազանց հետաքրքիր որակ՝ ուռուցքաբանական հիվանդությունների, մասնավորապես կերակրափողի քաղցկեղի ռիսկերի իջեցում։ Գիտնականները դա բացատրում են ցինկի եւ կալցիումի համադրությամբ, որոնք հատուկ կերպով ազդում են քաղցկեղային բջիջների վրա, չեզոքացնելով դրանց ազդանշանները։ Նաեւ սերմերը կարող են օգնել հաղթահարել սրտխառնոցն ու գինետոզը, տրանսպորտում ցնցումից առաջացած անհանգստությունը։ Դրանք լավ են աշխատում ինչպես ծովային հիվանդության, այնպես էլ տրանսպորտում ցնցումի դեպքում։ Հաջորդ կարևոր կետը մագնեզիումի պարունակությունը։ Այս միներալը կենսականորեն կարևոր է սրտի, անոթների, մկանների, նյարդային համակարգի աշխատանքի համար։ Մագնեզիումի պակասը բարձր ճնշման, առիթմիաների, ծածր դիմացկունության եւ նույնիսկ հանկարծակի սրտային իրադարձությունների պատճառներից մեկն է։ Ընդամենը 30 գրամ սերմերն ապահովում են մագնեզիումի օրական նորմայի կեսը, իսկ մարդուն անհրաժեշտ է օրական առնվազն 400 միլիգրամ մագնեզիում։ Չենք մոռանում նաև բջջանյութի մասին։ Ժամանակակից մարդը հաճախ սպառում է այն նորմայից շատ ավելի քիչ, իսկ այն անհրաժեշտ է աղիների առողջության, լավ մարսողության եւ ընդհանուր ինքնազգացողության համար։ Դդմի սերմերը բջջանյութի հիանալի լրացուցիչ աղբյուր են, ուստի դրանց ամենօրյա օգտագործումը շատ հարմար միջոց է դրա դեֆիցիտը լրացնելու համար։ Բայց ինչպես ցանկացած մթերքի դեպքում կան նրբություններ։
Չնայած դդմի սերմերը առողջ սնունդ են, գոյություն ունեն որոշ հակացություններ։ Առաջինը ստամոքսի խոց ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում չափից շատ նման մթերքներ օգտագործել։ Սերմերը բավականին ծանր սնունդ են։ Դրանք առաջացնում են ստամոքսահյութի ակտիվ արտադրություն և խոցի առկայության դեպքում կարող են առաջացնել սրացում։ Երկրորդը սերմերը շատ կալորիական են՝ 560 կիլոկալոր 100 գրամ։ Եթե ցանկանում եք նիհարել, անպայման հաշվի առեք դա օրական սննդակարգում։ Նաև որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա։ Թեև հենց դդումը հիպոալերգեն մթերք է համարվում, սերմերը այնուամենայնիվ կարող են առաջացնել անհատական անհանդուրժողականություն։ Այժմ մի քանի խորհուրդ, թե ինչպես ընտրել որակյալ դդմի սերմեր։ Կարող եք գնել ինչպես կեղևով, այնպես էլ մաքրած։ Եթե վերցնում եք կեղևով, համոզվեք, որ կեղևը ամբողջական է, առանց ջաքերի, խոնավության, միջատների հետքերի կամ բորբոսի։ Եթե թեկուզ մեկ սերմ բորբոսված է, ավելի լավ է ամբողջ փաթեթը դեն նետել, քանի որ սպորները տարածվում են շատ ավելի լայն, քան երևում է աչքով։ Մաքրած սերմերը պետք է ունենան բնական կանաչ գույն և հարթ մակերես։ Եթե դրանք կնճռոտված են, մգացած կամ ունեն օտար հոտ, նման մթերք չպետք է վերցնել։ Ընկերներ, գրեք մեկնաբանություններում, սիրում եք արդյոք դդմի սերմեր։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, դրեք լայք և բաժանորդագրվեք ալիքին։ Հանդիպենք չիայի սերմերի մասին տեսանյութում։ Մինչ նոր հանդիպում։